Բողբոջած ծառերն ակտիվացրել են գարնանային աշխատանքները։ 2-3 ամսից բերքի անցնող կեռասի այգու շիվերն են կապում, ներքև իջեցնում, որ դիմանան ծանր բերքին, իսկ հավաքելը լինի հեշտ ու արագ։ Այս ամեն մի բողբոջը, սրանք բոլորը գիլասներ են, սա մեր բերքն է։ Այսինքն մոտավորապես մենք կարողանում ենք հասկանալ ինչ բերք ենք ունենալու։ Իհարկե, եթե ցուրտը չի խփում, ամեն ինչ փոշոտումը նորմալ է գնում այդ բոլոր պայմաններում։ Լավ բերք ստանալու համար էտից ու ճյուղերը ֆիքսելուց բացի կարևոր է նաև այգու մաքրումը եւ արմատների շրջանում հողի փխրեցումը։ Այս ամենը քիչ աշխատուժով հեշտ ու արագ կազմակերպելու համար դիմել են գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրին եւ ձեռք բերել 4 տրակտոր։ Այդ ծրագիրը իսկականից շատ կարևոր ծրագիր է մեր համար ու շատ օգնա, որովհետեւ բեռը տոկոսադրույքի վճարման բեռը ծանր է, երբ որ ընկերությունը նոր է ստեղծում։ Միգուցե 5 տարի հետո, երբ որ ես բոլոր բերքի տակ եմ, ծառին 5 տարի է պետք, որպեսզի բերքը հասունա, մտնի ինքը ամբողջ բերքի տակ։ Ես կկարողանամ ինձ թույլ տալ, բայց այս պահին, երբ որ իմ մոտ օպերացիոն ծախսերը շատ ավելի շատ են, քան բերքը, այս ծրագիրը մեր համար շատ կարևոր է եւ մեծ օգուտ է տալիս։ Լիզինգային ծրագրով գյուղտեխնիկա ձեռք բերող տնտեսվարողների թիվը տարեց տարի աճում է։ Տրակտորից ու կոմբայնից մինչև շարքացան, գութան ու խոթհնձիչ ոչ միայն փոխարինում են ձեռքի աշխատանքին, այլև նվազեցնում ծախսերը, բարձրացնելով արտադրողականությունն ու ֆերմերների եկամուտները։ Ծրագրի մեկնարկից ի վեր արդեն 5290 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, իդեպ որից 1219 միայն 2025 թվականին ձեռք է բերվել։ Եվ այստեղ պետք է նշեմ, որ կառավարության թիրախը սահմանված է եղել տարեկան 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, բայց երբեք այդ սահմանափակումը չի կիրառվել եւ հնարավորություն է տրվել, որ ինչքան որ պահանջարկը կլինի ֆերմերների, ֆերմերային տնտեսությունների կողմից, այդ ամբողջական պահանջարկը լրացվի։ Եվ այսօր արդեն ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23.3 միլիարդ դրամ։ Ծրագրից օգտվելու գործընթացը ըստ Խոջոյանի բավականին պարզեցվել է։ Ֆերմերը գնում է գյուղտեխնիկա վաճառող կետ, ընտրում ծրագրում ներառված իրեն անհրաժեշտ տեխնիկան, տեղում ձևակերպում լիզինգի պայմանագիրը եւ օգտվում պետական սուբսիդավորումից։ Եթե սահմանամերձ բնակավայրեր են կամ գյուղ կոոպերատիվներ են կամ արտոնյալ խմբերի ներկայացուցիչներ են, ապա հասանելի է 0%-ով, մնացած այլ դեպքերում գյուղտեխնիկան հասանելի է լինում 2%-ով։ Տեխնիկական ու տեխնոլոգիական հագեցվածության այս մակարդակը նվազեցնում է նաև ակնկալվող բերքի ռիսկերը։ Արդեն սկսել են օրգանական արտադրանքի սերտիֆիկացման գործընթացը, որպեսզի ռուսականից բացի դուրս գան նաև եվրոպական շուկա։ Մշակվում է եվրոպական նորմերին համապատասխան, որտեղ մենք հիմա սերտիֆիկացիա ենք անում։ Մեր մոտ բոլոր դեղերը, բոլոր բուժումները իրականացվում են այդ նորմատիվներով, որտեղ ապրանքը անցնում է փորձագիտություն եւ չի կարող լինի նրա մեջ որևիցե թույն, որը որ արգելված է կամ վնասակար է։ Սերգեյը մասնագիտությամբ իրավաբանն է, ուսանել է պետական համալսարանում, ապա սովորել բիզնես կառավարում Քեմբրիջում, մի քանի տարի ապրել ու աշխատել է ԱՄՆ-ում, հետաքրքրվել է նաև հոգեբանությամբ, ապա վերադարձել է Հայաստան, իր փորձն ու ներդրումներն ուղղել Բաղրամյանում 80 հեկտար ինտենսիվ այս այգու հիմնմանը։ Վերադարձել եմ հայրենիք ու ներդրել եմ ընդեղի կուտակած փորձը, գիտելիքը եւ ֆինանսական միջոցները մեր երկրում, մեր տնտեսության մեջ։ 5 տարի հետո ակնկալում են ստանալ 1000 տոննա բերք։ Ծաղկանուշ Միրզոյան, Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։